probably we won't do very well with them, but that's okay too. Նեթանյահուն ցանկանում է լավ գործարք կնքել Իրանի հետ։ Նման կարծիք է հայտնել Դոնալդ Թրամփն իսրայելական հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Իրանը միջուկային զենք կամ հրթիռներ չի ունենալու, նշելով, որ բանակցությունների ձախողման դեպքում նա պատրաստ կլինի ռազմական գործողություններ սկսել, ինչպես դա արեց անցյալ տարի։ Ի դեպ, Նեթանյահուն մեկնել է Միացյալ Նահանգներ։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Թրամփին կփոխանցի Իսրայելի սկզբունքներն Իրանի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ։ Նա իր ուղևորությունից առաջ լրագրողներին ասել է, որ այդ սկզբունքները կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհի բոլոր երկրների համար։ ԱՄՆ-ն Կանադային կապող կամուրջը չի բացվի, մինչև Կանադան Միացյալ Նահանգներին չվերաբերվի այն արդարությամբ եւ հարգանքով, որին մենք արժանի ենք, սպառնացել է նախագահ Թրամփը։ Գորդի Հաուի անվան միջազգային կամուրջը, որը կապում է Կանադայի Օնտարիո նահանգը Միացյալ Նահանգների Միչիգան նահանգի հետ, չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնին իր հյուսիսային հարևանն ամեն ինչի համար լիովին չի փոխհատուցել։ Եվրոպան այժմ գործ ունի ամերիկյան վարչակազմի հետ, որը բացահայտորեն հակաեվրոպական է, արհամարհում է Եվրամիությանը եւ ցանկանում է նրա պառակտումը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առևտրային ճակատում մենք գործ ունենք չինական ցունամիի հետ, իսկ ամերիկյան կողմից մշտական անկայունության։ Այս երկու ճգնաժամերը խորտ ցնցում են եվրոպացիների համար, ասել է նա։ Սննդի ու դեղորայքի պակաս, էլեկտրոէներգիայի անջատումներ, ավիացիոն կոլապս, Կուբայում ամերիկյան պատժամիջոցների պատճառով վառելիքի ճգնաժամ է։ Կղզու ավիացիոն ոլորտի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ավիաընկերությունների համար վերջանում է վառելիքը։ Ճգնաժամն առաջացել է Միացյալ Նահանգների նավթային շրջափակման պատճառով, որը փաստացի կտրել է Կուբայի հասանելիությունը Վենեսուելայում եւ Մեքսիկայում գտնվող նավթի հիմնական աղբյուրներից։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ներում է շնորհել ավելի քան 2000 դատապարտյալի։ Ղազախստանը հրաժարվում է կառավարման իր սուպերնախագահական ձևից, հայտարարել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Նրա խոսքով երկրի նոր սահմանադրության նախագիծը հիմնված է ուժեղ նախագահի, ազդեցիկ խորհրդարանի եւ հաշվետու կառավարության հայեցակարգի վրա։ Իտալիայում օրը ցերեկով կողոպուտ է տեղի ունեցել, որը հիշեցրել է ֆիլմի նկարահանումներ։ Դիմակներով զինված անձինք փակել են ճանապարհն ու պայթեցրել ինկասացիոն մեքենան։ Կողոպուտը ձախողվել է եւ փողերը հափշտակած հանցագործները ձերբակալվել են։ Ինքնաթիռ է կործանվել Հնդկական օվկիանոսի ափին, Սոմալիում թռիչքից անմիջապես հետո։ Հաղորդվում է, որ ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել։ 55 ուղևորից եւ ոչ ոք չի տուժել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։